Այ ոնց եմ սիրում գիրակի առավոտները, երբ բոլորը քնած են տանը հանգիստ է, ոչ մեկ չի աղմկում։ Կարեն, ինչ ես անում։ Նավ եմ սարքում տիկինալ։ Կարեն ջան, էդ ինչ ես տեսել երազումդ, կարող է որոշել զույգ կենդանի բերել իմ տուն։ Չէ, տիկինալ։ Ես ուզում եմ մեր նավը նստեմ ու գնամ կորեմ հեռվում, որովհետև ես գիշերը խայտառակ եմ եղել։ Լավ դե Կարեն ջան, բոլորի հետ էլ պատահում է։ Արժի մի հատ թաց պրոստինի պատճառով նման քայլերի դիմել։ Այ չեմ հասկանում, ինչ եք էս օրով սենց աղմուկ անում։ Ոյ Կարեն, փաստորեն դու ես այն հարևանը, որ ամբողջ շաբաթ ոչ մի բան չի անում, Կիրակի առավոտը որոշում է ռեմոնտ սկսի։ Երեխեք ջան, ամեն ինչ նորմալ է։ Ուղղակի Կարենը որոշել է նավ սարքի մեր խոհանոցում։ Նավ? Ինչ հովես է Կարեն, ես էլ կամ հետդ ու լինեմ այս նավի ավագ լեյտենանտը։ Թե կապիտանը Արփի։ Չէ, կապիտանը Կարենն է, ես կլեմ ավագ լեյտենանտը։ Մի րոպե էլի, դու հասկանում ես, որ այս նավով Երևանից հեռու չես գնա։ Մաքսիմում հասնես Սևան, այն էլ ճանապարհի կեսը պետքա ոտքով գնաս։ Լավ, բայց ուզում եմ հասկանամ ինչի համար ես նավ սարքում։ Որովհետև Սոֆիի մոտ խայտառակ եմ եղել։ Ես ուզում եմ նստեմ այս նավ ու հեռու կորեմ օվկիանոսներում։ Կարեն, որ ասում էին դպրոցում աշխարհագրություն լավ սովորի, հենց այս օրվա համար էին ասում։ Տարբերակներ շատ կան, փախուստը լավագույնը չի։ Բա ինչ անեմ։ Ես առաջարկում գնա Սոֆիի մոտ։ Ներողություն խնդրես ու բացատրես ինչ ա եղել։ Ինձ թվում է ավելի լավ է խոստովանական նամակ գրես ու ուղարկես իր էջին։ Կամ էլ կարաս ֆուտբոլի տոն սառնես, միասին գնա Կուրարտու ալաշկերտ խաղին, ժամուկես ազատ ժամանակ ունենաս, ամեն ինչ կբացատրես։ Ես ալից եմ զզվում այս պիրակ։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։ Երկուն ես դու երեք աղջիկ Բայց երազել ես միշտ տղա Նույնիսկ զոքանչնա քո աղջիկ Հաստատ կլեր է բոլոլա Բոլորայա լինելու ու ահավոր կինո Դե բավ է դե բոլա Վայ այ կեզ բոլոլա Հորներ վերին հալալա Վայ այ կեզ բոլոլա Դե բավ է դե բոլա Վայ այ կեզ բոլոլա Արամ պապին հալալա ու ահավոր կինո Կյանքս դու մետ երեխուն է, ես ես փորձեմ էլ ես պահա Բայց ասում եմ նամակ գրելը ճիշտ է Հա, նամակ գրելը շատ ճիշտ է, բայց քո տեսքից դատելով դու Եվգենի Օնեգին ես գրում Բայց Կարեն ջան, ես ինչա տեսքդ, ինչի համար այդ գլխարկը, ինչի համար այդ փետուրը Դե իմ տեղեկություններով վերջին անգամ սենց էին նամակ գրում Դուք ավելի լավ է ինձ ասեք ինչ գրեմ Կարեն, կարծում եմ պետքա գրես, որ զղջում ես կատարվածի համար ու ներողություն խնդրես Բայց ինչի համար պետքա ներողություն խնդրի, եթե այս մարդը ոչ մի բան չի արել Ուղղակի իրավիճակն է այտենց դասավորվել Ալեքս, բայց ամեն դեպքում ճիշտ է, որ տղաները առաջին քայլ են անում Իսկ որտեղ է այտենց բան գրած Ջոն դզեց Ինչ ա եղել Արփի Չէ դուք շարունակեք ես իմ հաղորդման համար շատ լավ նյութ է Կարեն, պետք չի ոչ մի բան բացատրես Ուղղակի գրի, որ սիրում ես Սոֆիին Պատրաստ ես իրան ամուսնության առաջարկություն անես Կամ ուսնանա կգնաք ձեր համար միտեղ կապրեք Ես էլ կդառնամ այս տան շեֆը Երեխեք ջան, Կարենին հանգիստ թողեք, թող ինքը մի բան մտածի գրի Եկեք ինձ օգնեք, նախաճաշ պատրաստենք Համով ենք ուտելու Թանակը վերջացավ, ավելորդ փետուր ով ունի Սա քո ինչ ես այդքան առել Ոսկի է, Ռոզ, ոսկի Հա, բայց ոնց նայում եմ չիպս է, Սաքո Լավ էլի, չես հասկանում ինչա կատարվում Այդ Մարտինա սկսել է լայմի ու չիլի համով չիպսեր արտադրի Սաղ քաղաք է եսա ուտում, եսա սաղի մոտ պրծնելու է գալու ես տեղից առնել Դու ամուսին չես, Սաքո, դու փող տպող ապարատ ես, հա
Հա դու ինչ ես անում, Ռոզ։ Մեր փողերն եմ հաշվում, Սակո։ Հաշվում եմ, որ մեր շինարարությունը շենքի արդեն սկսենք, բայց ոնց հասկանում եմ չի հերիքում, պետք է էլի վարկ վերցնենք։ Ռոզ, ինձ թվում է այս մոլորակի վրա տենց վարկային կազմակերպություն չի կարող մեզ վարկ տա։ Մենք այն կարգ ենք սև ցուցակի մեջ, որ խապեպաները զանգում են մեզից կոդ են ուզում հանգիստ տալիս են։ Բա ինչ անենք։ Սակո, ասպեմ կարող ա դու էլ Արամի պես գնաս խոպան։ Ինչի Արամը խոպանա գնացել։ Ցալան ասում են ինչ-որ ոստիկանության հատուկ առաջադրանքներով ա գնացել, հա։ Լավ, էլի Սակո, ինչ միամիտ ես։ Բա ու չեր ասելու, որ Արամը հիմա Սամարայում ասֆալտ ապրում։ Ինչ ես ասում, հետո։ Լսի, այս բան ասել չլինի, բայց քեզ կարամ ասեմ, էլի։ Ինձ թվում է Արամը սիրածում։ Ինչ ես ասում, Ռոզ։ Հա։ Արամին ես երեխա ժամանակվանից ճանաչում եմ, ինձ չի կարա սիրած բարի։ Այդ Հայաստանում չի կարա, իսկ Ռուսաստանում կարա։ Ռուսաստանում հենց аэроպորտում արդեն ռուս աղջիկները շարված հայ տղամարդկանց սպասում են։ Դու գիտես, ես ինչի՞ չեմ թողնում դու մենակ Տոլոյի մոտ գնաս։ Ռոժան, ես չեմ կարա սիրած պահեմ։ Ինչի՞։ Ինչ շատ ես սիրում այդ տղա։ Համել ոչ մեկ չի համաձայնում։ Կատակ է բադու, շուտ կա։ Սակո, ինձ թվում է Ալան էլ սիրած ունի։ Ինչ ա խոսում։ Ինչ ես դες մտածում, Ռոզ։ Բա մարդը Ռուսաստանում է, ինքը ամեն խանութ գալուց սիրունանում է, ակսվում է։ Այ քեզի բան։ Ալան միշտ էլ սիրուն ա եղել։ Անց այս թեման, արի չմոռանանք վաղը ինչ օր ա։ Վաղը իմ Ռոզայի ծնունդն ա, իսկ ես գնալու եմ հիմա իմ Ռոզայի համար նվեր բերել։ Վայ, չունենամ քեզ Սակո։ Ահա, Վաչո ջան, հիմա մի քիչ էլ ստեղ մաքրոտ կշնչենք ու կգնանք բաբաշ կանենք։ Դե լավ, հանգստացի։ Իսկական պապուտ թորն ես, բաբաշ բառից նեղվեց տղեն, կքնենք։ Կյանքս ինչ կա, ոնց ա տղես։ Շատ լավ, այսօր այգում երկու աղջիկ երեխու հետ ա ծանոթացել։ Դուրջ ես ասում, լրիվ պապային է քաշել է։ Դե նկատի ունեմ մարդամոտա բոլորը ետ շփվում ա։ Կյանքս, գիտես ինչ եմ մտածում, լավ կլինի, որ Վաչոն մեծանա դառնա բժիշկ։ Էդ ինչի։ Դե լավ ա հնչում, Վաչագան Ալեքսանդրովիչ։ Ամեն մտածում եմ, որ բժշկական ընդունվելուց առաջինը հաշվի են առնում, որ անուն հայրանունը հնչեղ լինի։ Դու էլի պարապես մնացել։ Հա, ինչ իմացել։ Լավա քեզ բռնացրեցի Արփի, թե չէ գնալու էր բոլոր շաուրմաները մենակով ուտեիր։ Չես, ձեզ էի բերում։ Արփի ինձ տեսար մտար պուլպուլակի հետևը, որ քեզ չտեսնեմ։ Դե լավ, իրականում նոր չելենջ էի տեսել, ուզում էի հասկանալ կարողանամ միանգամից մի րոպեմ 4 հատ շաուրմա ուտել։ Ես քեզ առանց չելենջ նկարելու կարամ ասեմ, որ 100% հնարավոր է։ Հիմա ցույց կտամ։ Դուք եք հա ոնց որ պարապ մնացել։ Հա, երեք բակի բոլոր տղաների հետ մենակով ֆուտբոլ եմ խաղացել, հիմա բոլորը տրավմաներով պարկած են, պարապ եմ մնացել։ Ես էլ ինչքան TikTok-ում տրենդ կա, բոլորը նկարել եմ, սպասում եմ նորը դուրս գա։ Գիտեմ ինչ անենք։ Եթե բոլորս պարապենք, առաջարկում եմ խաղ խաղանք։ Ինչ խաղ։ Խաղ, որտեղ ես ցույց կտամ դերասանական իմ բոլոր ունակությունները։ Պանտամիմը։ Դե սպասեք երեխուն տանեմ տուն գա։ Դու ով ես, Ալա։ Ես փոստատարն եմ։ Փոստատարը։ Էդ ինչ անուն ա, աշկից ծնողներդ քեզի չեն սիրել, հա։ Ես փոստատար եմ աշխատում։ Ուղղակի այս թաղամասը ես եմ սպասարկում։ Հաստորեն ես մի ամիսը, որ դու գալի մտնում ես առանցին ստեղյակ պահելու տատիներին թոշակ ես բաժանում, էդի դու ես, հա։ Բայց ինչ վատ բան կա տատիներին թոշակ բաժանելու մեջ։ Այ այդքանը որ հասկանայր, ապեր ջան, փոստատար չէր աշխատի։ Դու ինչ գիտես այդ տատիների մտքին ինչ կա։ Ասենք իրանք կարող է հանցավոր խմբել են, որ դու թոշակ ես բերում բաժանում։ Կարող է ասենք այդ փողին իրանք անօթաչուներ են պատրաստում, որ բերեն շեֆի շենքը տարածցնեն, արա։ Այ ախպեր, դու տատիների թոշակը տեսել ես 38500 դրամ է։ Դու տենց մի ասա, տատիների հոգիները շատ խորն են։ Հա, բայց ես այս անգամ թոշակ չեմ բերել, նամակ եմ բերել հանձնելու։ Ում։ Գեղեցկուի Սոֆի Մադաթյանին։ Բոքս ունեմ։
Չհասկացա։ Այ որ սենց բայ կհասկանաք։ Էլ չհասկացա։ Դե էդ էլ երևի դպրոցի պակասությունից է։ Արալը սլան նայ, որ ես իր հալով չի մնում, հա։ Սոֆին նամակ ա գնում։ Բայց ուրիշի նամակը չի կարելի կարդալ։ Всё-таки բոքս եմ։ Բայց ձեր դեպքում բացառություն կան։ Դու մելա։ Ասա ես կգրեմ ու դու կփոխանցես։ Հիմա ես ինչ անեմ։ Բալիստե։ Ես բերցա զբաղվի հեսա կասեմ։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։ Արագացրու արի։ Ռոզը չգիտի չէ, որ մեր տանն ես։ Չէ, ես իրան խաբեցի, ասեցի գնում եմ վաղվա քո ծնունդի համար սյուրպրիզ եմ անելու, ինքն էլ հավատաց։ Բախանութի դիմացա ո՞նց անցավ, որ չբռնվեցի։ Անա ջան, Ռոզս առավոտվանից փող է հաշվում, ինքը որ փող է հաշվում, ոչ մի քիչ չի նկատում, բացի Թումանյանից, Իսահակյանից ու Սարյանից։ Դելիանք, տեսնեք ինչ ենք անում։ Ալա ջան, դու լուրջ մտածել ես իմ ասացի շուրջ։ Ճիշտ ասած մտածել եմ, Սաքո ջան։ Ու անկեղծ ասած շատ եմ զարմացել, որ դու տենց ռոմանտիկն ես։ Հա դե ինչ անեմ, Ալա ջան, ձերս մի քիչ փող անգե, հիմա որ չծախսեմ, երբ ծախսեմ։ Շատ ճիշտ ես անում։ Ես մի քանի տարբերակներ մտածել եմ, քեզ կառաջարկեմ, որը կընտրես այդ տորտել կթխեմ։ Ոայ, շատ շնորհակալ եմ, Ալա դու ինձ այնքան ես օգնում, պատկերացնում եմ ինչքան ուժեղ ա լինելու վաղվա սյուրպրիզը։ Ալա ջան, Ռոզը պետք է չիմանա, թե չէ սյուրպրիզը կվճանա։ Մի բան արա։ Գալիս եմ, Ռոզա ջան։ Ալա ջան, հիմա։ Ալա ջան, ես խես ինձ երկար դուրը չէիր բացում։ Ձևը մոռացել էի բացելու։ Ճիշտ ասած, մեր տանը միշտ արամն է դուռը բացել։ Հա, հասկացա։ Ալա ջան, Սաքո ինչ ես տեսել։ Չէ, երկրում չեմ տեսել։ Հա, երկրում ոնց չէ։ Ասում եթե զբաղված չես, արի մի հատ կոֆե խմենք, էլի։ Ճիշտ ասած, զբաղված եմ։ Ալա, վաղ իմ ծննդյան օրն է, Սաքոն էլ դուրս ա եկել ինձ նվեր առնելու։ Ասում արի մի հատ կոֆե խմենք, ամեն ժամանակը կանցնի։ Արի, Ալա ջան, անհարմար մի զգա։ Ռոզա ջան, բա որ Սաքոն հանկարծ գնաց խանութ ու տեսավ այնտեղ չես։ Չի անհանգստանա, ավելի լավ կլինի այնտեղ սպասես իրան։ Սաքո որ տեսնի, որ ես խանութում չեմ, ոչ թե կանհանգստանա, այլ կուրախանա։ Դու մի հատ կոֆե դի, խմենք ու ընկերուհիներով բան բասենք։ Ալա, իսկ դու Արամին չես խանդում։ Չէ, ինչի պիտի խանդեմ, Ռոզ ջան։ Դե ասում եմ կարող այն որ ասма գնում եմ առաջադրանք կատարելու, չի գնում առաջադրանք կատարելու, այլ գնում է սիրածի դու։ Ինձ բան ասեցիր, խառնվեցի իրար։ Չէ, Արամին չեմ խանդում, Ռոզ ջան։ Ալա, իսկ ես Սաքոին խանդում եմ, գիտես։ Ես գիտեմ, ծիտ։ Արփի մարդուց ծիտ մի ասա։ Արծիվես ցույց տալիս։ Բազե։ Ակլոր։ Թրջող ակլոր։ Իմացա, ինքնաթիռ։ Ճիշտ է, ո՞նց իմացա։ Իսկ դու գժվել եք։ Ով է տեսե ինքնաթիռը թևերը շարժելով թռնի։ Կյանքս ուղղակի արփին նկատում եմ դերասանական խորը ունակությունները։ Չէ, ես անկապ ասեցի բռնեց։ Անկա բան եկեք ուրիշ խախանք։ Եկեք Ինչ ա եղել, Կարեն։ Սոֆի պատասխանել է նամակիս։ Մի քիչ չարաշահել ես երջանկության արդյունքներով։ Արա ջան, ես երջանկության արդյունքներ չի։ Մի հատ կարդա տես ինչա պատասխան։ Սիրելի Կարեն, Սկիզբը լավ է, ով ես դու, որ ինձ նամակ ես գրում։ արդեն վատ է։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում, սրանից հետո մի անգամ էլ ես ինձ նամակ գրել, աշխարհի ամենաուժեղ, ամենահավատարիմ ու ամենագանձ թիկնապահին Վահանին, ասելու եմ գլուխդ ջարդ։ Բայց ինչի վրա եք ծիծաղում որ։ իրոք ինչի վրա ենք ծիծաղում։ Չես հասկանում, այս Սոֆին չի գրել, Վահանի գրածն է։ Կարեն ջան, ես վստահ եմ, որ քո գրած նամակը Սոֆին չի էլ հասել, էլ Վահանի ձեռքի տակ է ընկել։ Բա ինչ անեմ, որ հենց Սոֆին կարդա։ Ես գիտեմ, թղթերի վրա գրի փաթաթի քարերին ու գցի ուղիղ Սոֆի պատուհաններից ներս։ Չեն արել, լավ միտք չի։ Բա որ միամիտ խփի հարևանի պատոնը ջարդի։ Ոչինչ, Կարենը ոստիկան է։
Նկատի ունես դիպուկա կրակում։ Չէի նկատի ունեմ իրան կոտրելու համար բան չեն ասի։ Ես դեցել կա։ Լավ է երեխե։ Լավ, հիմա ես եմ խաղասում։ Մի խոսքով ալայս ասեմ, այն 8-րդ հարկի գոհարը որ կա, իրա մարդուն բռնացրեց կողքի հարևան Գագոյի կնգա հետ։ Հա, բաժանվեցին, հետո այս Գագոն ամուսնացավ սրա կնգա հետ, այս կնիկն էլ նրա մարդու հետ։ Կերացնում ես, ալա, բայց ամենախնդալուն ուրիշ բան է։ Հիմա երկու զույգերն էլ իրան դավաճանում են, նա իրա նախկին կնգա հետ, նա էլ իրա նախկին մարդու հետ։ Ռոսյան, սուրճդ ինչի չես խմում։ Այ, Ալա ջան, ես վերջերս առանց քաղցրի չեմ կարողանում սուրճ խմեմ։ Կարող է տանը քաղցր ունել։ Չէ, ճիշտ ասած քաղցր չեմ պահում, որովհետև ասում են վատ նշան է։ Հա, դե ես գնամ։ Ափսոս։ Գնամ քաղցր բերեմ, գամ։ Ափսոս։ Քանի գնացել է դուրս արի, շատ արա։ Այ հիմա ալայս հետ ջիգարով սուրճ կխմենք ու մի լավ կբամբասվենք։ Լավ սներ բեր Ալա ջան։ Վահան ջան, հեսա այս հոցթերները պատրաստ են, միասին ուտենք։ Սպասի։ Շարժվես։ Բացի։ Վայ։ Պատրաստ է։ Վան, ես ինչ արեցիր։ Սոֆի ջան, տանով մեկ անվտանգության համակարգ եմ քաշեմ, որովհետև ինֆորմացիա կա, որ կարող է ապօրինի մարդ մտնի տուն։ Շարժվես։ Հանգիստ կարա շարժվես։ Դու գժվել ես։ Ինձ ես ամեն ինչ ընդհանրապես պետք չի, հենց հիմա վերացրու։ Սոֆի ջան, անվտանգության համակարգը շատ կարևոր բան է, ես հիմա կներկայացնեմ։ Լազերի հետ դու արդեն ծանոթացրեց, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Դրան դիմացի շորի տակ ոտքի սենսորներ եմ տեղադրել, որ մեր կոշիկները ճանաչի ու ավտոմատ դուրը բացվի։ Հա, մեկ է զուգարանի թղթի վրա դաչիկ եմ դրել, որ հանկարծ վերջանա միանգամից ծնգա։ Ճիշտ է, այդ անվտանգության հետ կապ չունի, բայց գրել ենք, որ բլնի։ Վահան, հենց հիմա բոլորը ապա մոնտաժի։ Ստոպը։ Ասիզաներ։ Ալա, ես ինչ ես անում, ալա։ Կխնդրեմ ինձ չխանգարես, ես իմ խոսքը պետքա Սոֆին տեղ հասցնեմ։ Հաստորեն դու վատ սնայպեր ես, հա։ Հա, ես լավ պուլիմյոչիկ եմ, ոնց չլինի հաուից մեկը կկպնի։ Հələ կապսարատեն եմ։ Եղավ։ Հա, բայց մոլացակ ես ասեմ, որ Սոֆիի տան պատուհանը զրահապատել եմ։ լինելու ու ահավոր կինո։ Ալեքս պատրաստ ես, ուշադիր լսի, որ ինչքան հնարավոր է շատ բարգուշակ ես։ Հա, պատրաստ եմ, ասա։ Ինձ դուր չի գալիս, որ դու մատերի արանքով ես նայում այս խաղին։ Դու իմ թիմից ես, իսկ իմ թիմը հաղթողների թիմը։ Եթե հանկարծ պարտվենք, մատերիդ ոսկորները հաթաթ ջարդելու են։ Ժամանակը գնաց։ Ալեքս արվեստի ներկայացուցիչը։ Արվեստի ներկայացուցիչ, նկարիչ, քանդակագործ։ Չէ, թատրոնում է աշխատում։ Ռեժիսոր, տոնսավաճառ, հաշվապահ։ Չէ, դու ինչ ես։ Տղամարդ։ Հայր, համադա։ Ալեքս, ինչ ես միշտ երազել դառնաս։ Տիեզերա գնաց։ Ալեքս, չէ։ Ժամանակը վերջացավ։ Դերասան։ Դե դժվար ես բացատրում։ Կսպանեմ քեզ, ես համաձայն չեմ սենց խմբերով խաղալ։ Նարը մի հատ իմ թիմինն է, էլի։ Լավ, կարող է դեռ հաղթելու շանս ունենանք։ Ժամանակը գնաց։ Պատրաստ ես, Արփի։ Արփի, մարդիկ ինչ են ասում, երբ որ ինչ-որ բանից տեղյակ չեն։ Չգիտեմ։ Ճիշտ է, չգիտեմ։ Արփի, նախորդ բառի հականիշը։ Հաջորդը։ Ճիշտ է, հաջորդը։ Արփի, ոնց է կոչվում գնդակի փոխանցումը ֆուտբոլում։ Ես փազ։ Ճիշտ է, պաս։ Մեկից ցածր թիվ ասա։ Ես մոթենից 0 եմ։ Ճիշտ է, 0։ Ժամանակը վերջացավ։ Արփի, ինչ լավ ես խաղում, ոնց կարողացար։ Ես այս խաղից շատ լավ եմ։ Հիմար խաղ է, եկեք ուրիշ բան խաղանք։ Այս էլ եմ համաձայն, ուրիշ բան եք խաղ։ Եկեք իմ առաջարկած խաղը խաղանք։ Ինչ։
բլոտ։ Ալաջան, բայց ասում եմ հաճախակի ա պետք հարևաններով հավաքվել։ Ժամանակը նես թռավ չնկատեցի։ Հա, իսկականից, ես էլ չնկատեցի, ոնց մի բաժակ սուրճը վերածվեց ընթրիքի։ Ալա, բայց ասում եմ դու Արամի պահով ուշադիր եղի։ Սիրուն տղամարդ հա, օտար երկրներում հաստատ կանայք ուշադրության կենտրոնում են պահում։ Ինչ ես խոսում։ Ռոզա ջան, իմ Արամը շատ հավատարիմ է։ Ինքը նույնիսկ խաչմերուկի տակ գնում է աջ։ Ճիշտ է, ճանապարհը մի քիչ երկարում է, բայց հավատարիմ է։ Այ դու քո Սաքոյի մասին մտածի։ Դե լավ, Սաքոյի մասին մտածելու կարիք չկա։ Սաքոյի վրա իծն է հակայիքական համակարգա դրած, հետո որ ծանոթանում են, հասկանում են, որ կամ քձիպ է, կամ էլ զգում են, որ շաբաթը մի անգամ է լողանում։ Բայց Արամի պահով ուշադիր եղի էլի։ Ռոզ այնքան ազդիր սկսեցի արդեն կասկածել, գիտես։ Հələ սպասի զանգեմ։ Ալա վրազասա։ Արամ, որտեղ ես։ Հա չեմ կար ասեմ գախնիկա։ Явնի Դուբայում ալա։ Կողքտով կա։ Ասում եմ չեմ կար ասեմ գախնիկա։ Явնի հարեմում է։ Արամ, դու ինձ դավաճանում ես։ Ալա այս անապատում քեզ ում հետ պետքա դավաճանեմ։ Դե ցույց տուր, կողքտով կա։ Նայ։ Լավ, Արամ ջան, կներես, 1000 անգամ կներես։ Ամաչեցի։ Տեսա Ռոզա, Արամս հատուկ գեշուխտ էր ընտրել, որ ես չկասկածեմ։ Լավ Ալաջան, ես գնամ գործեր ունեմ, բայց գիտես չէ, որ վաղը ծնունդս է։ Գիտեմ, Ռոզա ջան։ Ալա, այն որ կարմիր շորիկ ունեիր, կտաս վաղը հագնեմ, Սաքոյ սյուրպրիզ անում, ուզում եմ տեսքը շատ սիրուն լինի։ Ռոզ ջան, այդ շորը կարող է քո հագով չլինի։ Չէ, նկատի չունեմ, որ չաղացել ես, ուղղակի ես եմ լավնի հարել, տենց փոքր ռազմեր եմ հագնում։ Դες կան խոսալու տեղեր, գնանք փորձենք։ Մի րոպե, Ռոզա։ Արի, Ռոզա։ Դու չես իմանա, ախպետա։ Սպասի, Ռոզ ջան։ Թև։ Ինչ ես խոսում, Լիլիթ։ Քուաշ։ Ալեքս, չկա տենց բան։ Ես չախում եմ, մենք հաղթեցինք։ Չհասկացաք այսքան ժամանակ 8 անգամ արդեն բացատրեցի, այդքան դժվար է։ Կարեն ինչ արվում։ Հեչ, հարևանները քարկոծել են։ Ես ասում եի, էլի այդ քարերը լավ միտք չի Կարեն։ Պետքա ինչ-որ ռոմանտիկ բան մտածես, օրինակ պետքա սերենադ երգես։ Ինձ թվում է Կարենի Բաղազան երգելը ավելի շատ կջղայնացնի հարևաններին, քան կոտրած պատուհանները։ Կարեն, դու ոչ մեկի մի լսի, մենակ ինձ լսի, ես կանացի հարցերում էքսպերտ եմ։ Եթե դու ուզում ես նենց անես, որ Սոֆին քեզ սիրի, դու պետք է իր ուշադրությունը գրավես։ Խելահեղ միտք ասում ես մարդը։ Կարամ Բեթմենի շորեր հագնեմ, հայատում մի հատ մեծ բատուտ դնեմ, թռնեմ ու պատուանով միանգամից մտնեմ Սոֆիի տուն։ Բա որ ուրիշի տուն մտնես։ Չէ, ճիշտ ասում, չի ստացվի։ Սոֆիի տան պատուանները զրահապատ է։ Դե հայտ միակ պատճառն է, որ պլանը փչացավ։ Կարեն, գիտես ինչ պետք անես, այն թղթից խլապուշկաներից առնես, հենց ինքը դուրս գա տրակ հացնես, համ կուրախանա, համ էլ իր ուշադրությունը կգրավես, ինչ պետքա կասես։ Շատ սիրուն բան ես ասում, արփի։ Կարեն, այս կապտուկներիդ համար եմ բերել։ Կարեն, դե ուղղակի սառներ բերել եմ, որ դնես կապտուկներիդ։ Հա, մերսի Լիլիթ ջան։ Դե ես գնամ խլապուշկաները առնեմ։ Հիմա ինչ մտածել։ Ավելի լավ է չիմանաս։ Հիմա եկեք ուրիշ բան խաղանք, ես մի հատ խաղ եմ հորինել։ Եկեք։ Ռոզա ջան, հեսա գտնեմ այդ սիրուն շորիկը տամ։ Ոնց մի րոպե ուր էի դրել։ Ալա ուր պետք է դրածել ես պահարանում էլի։ Սաքո։ Ռոզ ջան, ես հեսա քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ես դու ալա։ Չէ, Կանգար։ Ռոզա, ինչ ես անում։ Սաքոն եկել էր, պատմում էր, որ վաղը ծնունդը տա, ուզում էր քո համար անակնկալաներ, ես է պիտի տորտ թխեի, կար ամեն ինչ փչացրեցիր։ Ստիպված խեղճ մարդը բաղկվեց։ Սաքո, լուրջ ուզում էիր իմ համար անակնկալ տորտ պատվիրես։ Հա Ռոզ ջան, կյանք ես քեզ կյանքում չեմ դավաճանի ախր։ Սաքո, դու ուզում էիր իմ համար սյուրպրիզ անես դու։ Լավ է դեղ մտել։ Ոյ, ռոմանտիկ ես, Սաքո, ինձ ջուրի դու։ Դու ամուս ինչ ես, դու մարցեպատ։ Բայց իմ ասում էլի մի ժամա։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։
Սոֆի ջան, ինչ եղար։ Ես եւս 4 ժամ չեմ ձգի։ Լսի ապեր։ Վահան։ Վահան ապեր։ Ես քեզանից չեմ վախենում։ Ու ես պետք է ամեն ինչ անեմ, որ Սոֆին իմ զգացմունքների մասին իմանա։ Բրավո։ Ապրես իմ նպատակասրած։ Ասեմ ավելին, ես քո զգացմունքների ալանքում չեմ կանգնի։ Դու ալթենը տարել ես։ Գնանք Վահան։ Ոյ! Վահան, ինչ ես ծիծաղում, այս մարդուն առաջին օգնությունն է պետք ցուցաբերել։ Այս մարդ իրան ալթեն առաջին օգնությունը ցուցաբերեց, երբ որ սալյուտը թաց բռնես, թե չէ ես էի խփելու։ Բայց չկա, Սոֆի ջան, գնանք, որովհետև լիքը մարդ հասպասում, որ ես իրան ծեծեմ։ Կարմիր, Կանաչ։ Դեղին։ Սպիտակ։ գույները ասեցինք, հիմա ինչ պիտի անենք։ Հիմա տեղափոխվում ենք մյուս ոտքի վրա ու երգում ենք մեր սիրելի երգերի առաջին տողերը։ Գնացիք, ի։ Բարի երեկո։ 4 հատ խոզի շարունակ պատվիրել։ Բարև ձեզ, հա պատվիրել ենք, ու հիմա խաղ ենք խաղում, կիսատ չեն կարա թողենք։ Մերսի։ Բայց շատ սոված ենք, հեսա վերջացնենք ուտենք։ Բարի ախորժե։ Մերսի։ Արփի 5 ժամա այս խաղն ենք խաղում մի ոտքի վրա կանգնած, ո՞նց ենք որոշելու ով է հաղթողը։ Այդ մեկը դեռ չեմ որոշել։ Լավ չես արփի, ես գնացի։ Չեմ հավատում, Ալեքս։ Ու մենք երեխայի հայր ու մայր ենք։ 5 ժամը անիմաստ մի ոտքի վրա կանգնած հիմարություններով ենք զբաղված։ Հարփի, ամեն դեպքում իմասի, որ ես գնահատում եմ քո մտքի թռիչքը։ Այսինքն խաղեր։ Այս խաղը հերոստաշոու դարձնեմ, մեկը հիմա բոլորը սովորական խաղերը հերոստաշոու են դարձնում։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։